1990-ականներից ի վեր առաջին անգամ Ռուսաստանի Վոլգոգրադի մարզից Ադրբեջանի տարածքով ռուսական ցորեն տեղափոխող գնացք է ուղևորվել Հայաստան։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ առաջին փուլում 8 վագոնից բաղկացած առաջին խմբականակը կհասնի Երևանի կայարան, իսկ մինչև տարեվերջ նախատեսվում է այս ուղղությամբ ուղարկել 30 վագոն, ավելի քան 2000 տոննա հացահատիկով։ 2026 թվականի հունիսից կմեկնարկեն Երևան-Լոնդոն ուղիղ չվերթեր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալով չվերթերն իրականացնելու է Վիզեիրավի ընկերությունը շաբաթը 2 անգամ երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Տոմսերը հնարավոր է ձեռք բերել սկսած մոտ $49-ից։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը Երևան-Լոնդոն ուղիղ չվերթերի մեկնարկը համարել է կարևոր քայլ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև հաղորդակցությունների ընդլայնման ուղղությամբ։ Հերթական ողբերգական դեպքը Երևանում դարձյալ հարազատների միջև բախման ու արյունահեղության հետևանքով։ Հյուրանոցներից մեկում 41-ամյա տղամարդը դանակահարել է եղբորը։ Ըստ լրատվամիջոցների իրավապահները պարզել են, որ 41-ամյա տղամարդը հյուրանոցի նախասրահում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է 36-ամյա եղբորը, որը տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատել։ 41-ամյա տղամարդը նույն օրը Սուրբ Սարգիս եկեղեցու բակում ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանություն։ Նրա մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը։